Պատկերացրեք, որ ձեր որդին ծառայում է սահմանին և դուք ուղարկում եք նրան տուփ, լի տնական պաներով, մայրիկի ձեռագիր նամակով, որտեղ գրված է «Սիրելիս, սպասում ենք քեզ տուն»։ Հիմա պատկերացրեք, որ այդ տուփը երբեք չի հասնում ձեր որդուն։ Փոխարենը այն բացվում է մի առանձնատան նկուղում, և ձեր նամակը նետվում է մի վանդակ, որտեղ 2 տոննա կշռող արջը պատռում է այն իր ճանկերով, մինչդեռ պանիրը գնում է վագրերին։ Սա չէր հեքիաթ։ Սա էր իրականությունը հազարավոր ընտանիքների համար, ովքեր երբեք չիմացան, թե ինչու նրանց փաթեթները կորան ճանապարհին։ Իսկ մարդը, ով պատասխանատու էր այս համակարգի համար, չէր պարզապես կոռումպացված պաշտոնյա։ Նա էր Արցախյան պատերազմի հերոսը, գեներալ-մայորը, մարդը, ում անունը երեխաները սովորում էին դպրոցում որպես ազգային հպարտություն։ Մանվել Գրիգորյանի անունը հայտնի էր ամեն հայի համար։ Ծնված 1957 թվականին նա անցել էր խորհրդային բանակի դպրոցը, ծառայել Աֆղանստանում, իսկ հետո 9-10-րդականների սկզբին դարձել Արցախյան շարժման առաջնագծի հրամանատարներից մեկը։ Նրա անունը հնչում էր հաղթանակի հետ միասին։ Բայց ինչպես այս հերոսը վերածվեց մարդու, ով զինվորի հացը տալիս էր գազաններին։ Ինչպես ազգային հպարտությունը դարձավ ազգային ամոթը։ Եվ ամենակարևորը, քանի տարի շարունակ այս համակարգը գործում էր առանց որևէ մեկի միջամտության, մինչև վերջապես մի անանուն զանգը ոստիկանություն բացեց այս դժոխքի դռները։ Գեներալի առանձնատունը Էջմիածնում չէր պարզապես տուն։ Դա էր 21,000 քառակուսի մետր մակերեսով կայսրություն, պարսպապատ, պահպանվող, անմատչելի։ Ներսում անձնական կենդանաբանական այգի, արջերով, վագրերով, վարույցներով, առյուծներով, որոնց պահելու համար պետք էր օրական 500,000 դրամ միայն սննդի համար։ 500,000 դրամ ամեն օր։ Սա այն ժամանակ, երբ հայաստանյան միջին զինվորի ընտանիքը ստանում էր ամսական 150,000 դրամ։ Մեկ օրվա ծախսը կենդանիների համար հավասար էր 3 ընտանիքի ամսական եկամտին։ Բայց դա միայն սկիզբն էր։ Առանձնատան տարածքում կային ավտոմեքենաների հավաքածու, ներառյալ հազվագյուտ Ֆերարիներ և զրահապատ Մերսեդեսներ, զենքերի արսենալ, որը կարող էր զինել ամբողջ գումարտակ, և ամենաէական պահեստներ, լի զինվորական ռեսուրսներով, որոնք երբեք չհասան իրենց իրական նշանակետին։ Բայց ինչպես սկսվեց այս ամենը։ Ինչպես մի հերոս վերածվեց հրեշի։ Պատասխանը պետք է փնտրել 9-10-րդականների վերջում, երբ Արցախյան պատերազմը դեռ թարմ էր հիշողության մեջ, և երկիրը անցնում էր դեպի խաոսից կարգի։ Այդ տարիներին Մանվել Գրիգորյանը չէր պարզապես զինվորական, նա էր համակարգ։ Նրա ձեռքերում էին կենտրոնացված մատակարարման ուղիները, պաշտպանության նախարարության հետ կապերը և ամենակարևորը անձնական հարաբերությունները իշխանության գագաթնակետում։ Երբ պետությունը թույլ էր, երբ օրենքները գոյություն չունեին, երբ յուրաքանչյուր գեներալ էր փոքրիկ թագավորի իր տարածքում, Մանվելը կառուցեց իր կայսրությունը։ Եվ այդ կայսրության հիմքը դրված էր ոչ թե հերոսության վրա, այլ զինվորների արյան և արցունքների վրա։ 2013 թվականին, երբ Հայաստանը դեռ ապրում էր Արցախյան հաղթանակի էյֆորիայի մեջ, Մանվել Գրիգորյանը արդեն ուներ իր անձնական կենդանաբանական այգին։ Նա սկսել էր հավաքել էկզոտիկ կենդանիներ, արջեր, վագրեր, առյուծներ, նույնիսկ կոկորդիլոսներ։ Պաշտոնական տարբերակով դա էր նրա հոբբին, նրա հանգստի ձևը պատերազմի սթրեսից հետո։ Բայց իրականում դա էր իշխանության ցուցադրում։ Յուրաքանչյուր կենդանի էր խորհրդանիշ։ Ես այնքան հզոր եմ, որ կարող եմ պահել գազանների բանակ։ Եվ այդ գազանները պետք էր կերակրել։ Ամեն օր։ Մսով, ձկնով, պահածոյով։ Բայց որտեղից վերցնել այդքան սնունդ, երբ քո պաշտոնական աշխատավարձը որպես գեներալի էր միայն 200,000 դրամ ամսական։ Պատասխանը պարզ էր. զինվորական մատակարարումից։ Համակարգը աշխատում էր պարզ սխեմայով։ Պաշտպանության նախարարությունը պատվիրում էր սնունդ, հագուստ, դեղորայք զինվորների համար։ Մատակարարները ստանում էին պայմանագրերը, արտադրում ապրանքները, բեռնում բեռնատարներում և ուղարկում դեպի Արցախ։ Բայց ճանապարհին Էջմիածնի մոտ բեռնատարները կանգ էին առնում ստուգման համար։ Եվ այդտեղ Մանվել Գրիգորյանի մարդկանց վերահսկողության ներքո տուփերի մի մասը կորում էր։ Ոչ բոլորը, որպեսզի չլինի կասկած, ոչ միշտ նույն տեսակը, որպեսզի չլինի օրինաչափություն, բայց բավականաչափ, որպեսզի լցնել առանձնատան պահեստները և կերակրել կենդանաբանական այգին։ Զինվորները սահմանին սպասում էին պահածոյի, որը երբեք չէր գալիս։ Ծնողները տանը սպասում էին նամակի, ոյին նամակի, որը երբեք չէր գրվելու, որովհետև զինվորը չուներ թուղթ և գրիչ։ Իսկ գեներալը իր առանձնատանում նայում էր, թե ինչպես են նրա արջերը ուտում զինվոր մակնշումով տուփերի պարունակությունը։ Բայց ամենածանրը չէր սնունդը, ամենածանրը էին նամակները։
Հայաստանում գոյություն ուներ ավանդույթ, դպրոցականները գրում էին նամակներ անծանոթ զինվորներին։ Սա էր հոգեբանական աջակցության ծրագիր, որը նպատակ ուներ ցույց տալ սահմանապահներին, որ ողջ երկիրը մտածում է նրանց մասին։ Երեխաները գրում էին անկեղծ, սրտանց. «Սիրելի զինվոր, դու մեր հերոսն ես։ Շնորհակալություն, որ պաշտպանում ես մեզ։ Սպասում ենք քո վերադարձին»։ Այդ նամակները հավաքվում էին, փաթեթավորվում եւ ուղարկվում դեպի զորամասեր։ Բայց մի մասը երբեք չէր հասնում։ Դրանք հայտնվում էին Էջմիածնի առանձնատանում, որտեղ Մանվել Գրիգորյանի մարդիկ բացում էին փաթեթները, վերցնում ներսի պահածոն կամ շոկոլադը եւ նամակները նետում աղբանոց։ Կամ ավելի վատ, տալիս կենդանիներին, որպեսի պատրեն։ Երբ հատուկ ջոկատը գտավ այդ նամակները 2017 թվականին, քննիչները լացին։ Չափահաս, կոշտ մարդիկ, ովքեր տեսել էին ամեն ինչ, լացին կարդալով երեխայի ձեռագիրը, որը գրել էր. «Զինվոր ախպեր, մի անհանգստացիր, մենք քեզ սիրում ենք»։ Եվ այդ նամակը ընկած էր արջի վանդակում, ծակծկված եւ թքով ծածկված։ Ով էր Մանվել Գրիգորյանի ամենամոտ շրջապատում։ Ով էր իմանում այս ամենի մասին եւ լռում էր։ Այստեղ է սկսվում գլխավոր չարագործի պատմությունը։ Նրա անունը Սերգեյ Խաչատրյան, նախկին գնդապետ, ով 30 տարի ծառայել էր Մանվելի կողքին։ Պաշտոնական կենսագրությամբ նա էր հավատարիմ ընկերը, մարտական ընկերակիցը, աջ ձեռքը։ Բայց իրականում Սերգեյը էր այն մարդը, ով կազմակերպում էր բեռնատարների ստուգումները, ով բաշխում էր կողոպտված ապրանքները, ով վարձատրում էր լռությունը։ Նա գիտեր ամեն ինչ, նա տեսնում էր ամեն ինչ, եւ նա լռում էր, որովհետեւ ստանում էր իր բաժինը։ 2013 թվականին Սերգեյ Խաչատրյանը ձեռք բերեց 2 բնակարան Երևանում եւ 1 տնակ Սևանա լճի ափին։ Նրա պաշտոնական աշխատավարձը որպես գնդապետի էր 170,000 դրամ ամսական։ Բայց նրա ձեռքբերումների արժեքը գնահատվում էր 2 հատավում էր 200 միլիոն դրամ։ Որտեղից։ Պատասխանը պարզ էր՝ լռության գինը։ Բայց Սերգեյը չգիտեր, որ Մանվելը արդեն պլանավորում էր ազատվել նրանից, որովհետև Սերգեյը գիտեր չափազանց շատ։ 2015 թվականին, երբ Հայաստանը դեռ չէր իմանում Մանվել Գրիգորյանի իրական դեմքը, առանձնատանում տեղի ունեցավ մի դեպք, որը փոխեց ամեն ինչ։ Մի երեկո, երբ գեներալը հյուրընկալում էր բարձրաստիճան հյուրերի, նրա անձնական քարտուղարուհին Աննա Սարգսյանը պատահաբար լսեց զրույց, որը նրան սառեցրեց։ Մանվելը խոսում էր հեռախոսով ինչ-որ մեկի հետ ռուսերեն եւ ասում էր. «Սերգեյը դարձել է խնդիր։ Նա սկսել է շատ խոսել, պետք է լուծել այս հարցը մինչև ամառ»։ Աննան չհասկացավ անմիջապես, թե ինչ նշանակում է լուծել հարցը, բայց երբ 2 շաբաթ անց Սերգեյ Խաչատրյանը հանկարծ հեռացավ աշխատանքից առողջական պատճառներով եւ անհետացավ, նա հասկացավ ամեն ինչ։ Սերգեյը չմեռավ, բայց նա ստիպված եղավ լքել երկիրը եւ բնակվել Ռուսաստանում անվան փոփոխությամբ։ Աննան սարսափեց։ Նա հասկացավ, որ եթե Մանվելը կարող է այսպես վարվել իր հավատարիմ ընկերոջ հետ, ապա ինչ կարող է անել իր պարզ քարտուղարուհու հետ, եթե նա բան ասի։ Եվ նա լռեց։ 35 տարի։ Մինչև 2017 թվականը, երբ ոստիկանությունը ձերբակալեց Մանվելին եւ Աննան վերջապես համարձակվեց խոսել, բայց ինչու։ Մանվել Գրիգորյանը վախենում էր Սերգեյից։ Ինչ գիտեր Սերգեյը, որը կարող էր ոչնչացնել գեներալին։ Պատասխանը թաքնված էր մի փաստաթղթում, որը Սերգեյը պահում էր իր անձնական սեյֆում։ Այդ փաստաթուղթը էր ցուցակ, գրված ձեռքով Մանվել Գրիգորյանի կողմից։ Ոչ գնումների ցուցակ, այլ վերացման ցուցակ։ 15 անուն, գեներալների եւ մերձավորների, ովքեր պետք է լռեցվեին մինչև 2016 թվականի ամանորը։ Սերգեյ Խաչատրյանի անունը այդ ցուցակում էր 10-րդ համարում։ Երբ Սերգեյը պատահաբար տեսավ այդ թուղթը Մանվելի սեղանին 2015 թվականի մարտին, նա հասկացավ՝ կամ նա, կամ ես։ Նա լուսանկարեց այդ ցուցակը իր հեռախոսով, ուղարկեց այն 3 տարբեր մարդկանց ապահովագրության համար եւ փախավ երկրից։ Այդ լուսանկարը դարձավ ապացույց, որը հետագայում օգտագործվեց դատարանում։ Բայց ամենաշոկայինը չէր ցուցակի գոյությունը։ Ամենաշոկայինն այն էր, որ ցուցակի մեջ եղած 15 մարդկանցից 6-ը իսկապես մահացան պատահական հանգամանքներից 2015-16 թվականներին։ Ավտովթարներ, սրտի կաթված, ինքնասպանություններ։ Արդյոք դրանք իսկապես պատահական էին։ Մինչդեռ Սերգեյը փախչում էր, իսկ Աննան լռում էր։ Մանվել Գրիգորյանը շարունակում էր ապրել իր կայսրությունում։ Նրա առանձնատումը դարձել էր անմատչելի ամրոց։ Պարիսպները 5 մետր բարձրությամբ, պահպանությունը 24 ժամ, տեսախցիկները ամեն անկյունում։ Բայց ամենահետաքրքիրը, ներսում գոյություն ուներ համակարգ, որը Մանվելը անվանում էր վերջին ապաստան։
Սա էր ստորգետնյա թունելների ցանց, որը կապում էր առանձնատունը հարևան շենքերի եւ նույնիսկ Էջմիածնի մայր տաճարի հետ։ Այդ թունելները կառուցվել էին 2005 թվականից 2010 թվականը, ծայրահեղ գաղտնիության պայմաններում։ Նույնիսկ պաշտոնական ճարտարապետները չգիտեին դրանց մասին։ Ով էր կառուցել դրանք։ Ինչու էր Մանվելին անհրաժեշտ փախուստի ճանապարհ։ Եվ ամենակարևորը, ինչու էր Մանվելի կինը, Վելի կինը Արմինե Գրիգորյանը անձամբ ստուգում այդ թունելները ամեն գիշեր վերջին տարիներին։ Անձնական պահապանությունը պահպանել է այդ գաղտնիքը ավելի քան 30 տարի, բայց այսօր նրանք խոսում են առաջին անգամ։ Արմինե Գրիգորյանը չէր պարզապես գեներալի կինը, նա էր համակարգի անտեսանելի ճարտարապետը։ Մինչդեռ Մանվելը էր դեմքը, հանրային կերպարը, հերոսը։ Արմինեն էր ուղեղը։ Նա էր կազմակերպում ֆինանսական հոսքերը, նա էր պահպանում կապերը իշխանության հետ, նա էր ապահովում, որ ոչ մի փաստաթուղթ չկարողանա կապել Մանվելին ուղղակիորեն հանցագործությունների հետ։ Արմինեն ուներ իրավաբանական կրթություն եւ աշխատել էր դատախազության մեջ, մինչեւ ամուսնանալը Մանվելի հետ 2000 թվականին։ Նա գիտեր, թե ինչպես շրջանցել օրենքը, ինչպես ստեղծել մաքուր փաստաթղթեր, ինչպես վերածել սև փողը սպիտակի, եւ նա անում էր դա վարպետորեն։ Երբ 2017 թվականին ոստիկանությունը խուզարկեց առանձնատունը, նրանք գտան հարյուրավոր տուփեր կողոպտված ապրանքներով, բայց գրեթե ոչ մի փաստաթուղթ, որը կապում էր Մանվելին դրանց հետ։ Բոլոր պայմանագրերը կնքված էին միջնորդ ընկերությունների անունով, որոնք գոյություն չունեին։ Բոլոր վճարումները կատարված էին կանխիկ, առանց հետքի։ Սա էր Արմինեի աշխատանքը, բայց նա թույլ տվեց մեկ սխալ, մեկ փոքրիկ սխալ, որը ոչնչանցրեց ամբողջ համակարգը։ 2016 թվականի նոյեմբերին Արմինե Գրիգորյանը պատվիրեց իր անձնական քարտուղարուհուն Լուսինե Ավագյանին ոչնչացնել մի շարք հին փաստաթղթեր։ Լուսինեն, ով աշխատում էր ընտանիքի մոտ միայն 6 ամիս, չգիտեր, թե ինչ են այդ փաստաթղթերը։ Նա պարզապես վերցրեց տուփը եւ տարավ այրելու։ Բայց ճանապարհին, երբ նա սայթաքեց եւ տուփը ընկավ, մի փաստաթուղթ դուրս թռավ եւ ընկավ ձյան մեջ։ Լուսինեն վերցրեց այն, մաքրեց եւ պատահաբար կարդաց։ Դա էր բանկային փոխանցման հաստատում Մանվել Գրիգորյանի անձնական հաշվից դեպի անհայտ հաշիվ Շվեյցարիայում։ Գումարը 3 միլիոն ամերիկյան դոլար։ Ամսաթիվը 2015 թվականի դեկտեմբեր։ Լուսինեն սառեց։ Նա գիտեր, որ Մանվելի պաշտոնական եկամուտը չէր կարող լինել այդքան։ Նա գիտեր, որ եթե այդ փաստաթուղթը ոչնչացվի, ապա ոչ ոք երբեք չիմանա այդ փողերի մասին։ Եվ նա կատարեց որոշում, որը փոխեց ամեն ինչ։ Նա լուսանկարեց այդ փաստաթուղթը, ապա այրեց այն ինչպես պատվիրված էր եւ լռեց։ 3 ամիս։ Մինչև 2017 թվականի փետրվարը, երբ նա անանուն զանգահարեց հակակոռուպցիոն կոմիտե եւ ասաց. «Ես գիտեմ, թե որտեղ է Մանվել Գրիգորյանի փողը»։ Այդ զանգը սկիզբ դրեց ամենամեծ հետաքննությանը Հայաստանի պատմության մեջ։ Բայց մինչև հետաքննությունը հասներ Էջմիածնի առանձնատուն, Մանվել Գրիգորյանը ապրում էր իր վերջին օրերը որպես անդառնալի թագավոր։ Նա չգիտեր, որ Լուսինե Ավագյանը արդեն խոսել է ոստիկանության հետ։ Նա չգիտեր, որ Սերգեյ Խաչկեյ Խաչատրյանը Մոսկվայից արդեն ուղարկել է իր ապացույցները հայաստանյան իրավապահներին։ Նա չգիտեր, որ Աննա Սարգսյանը, նրա նախկին քարտուղարուհին, արդեն պատրաստվում է վկայել դատարանում։ Նա ապրում էր իր կայսրությունում, շրջապատված գազաններով, որոնք ուտում էին զինվորների հացը, եւ չէր կասկածում, որ իր սեփական մարդիկ արդեն նրան դավաճանել են։ Կամ թերևս դա չէր դավաճանություն, թերևս դա էր արդարություն, որը վերջապես հասավ մարդուն, ով տասնամյակներ շարունակ դավաճանել էր իր ազգին։ 2017 թվականի հունիսի 20-ին, երբ հատուկ ջոկատը մտավ Էջմիածնի առանձնատուն, Մանվել Գրիգորյանը նստած էր իր ընթրիքի սեղանի շուրջը, Արմինեի հետ։ Նրանք ուտում էին ճաշ, ներկրված արգենտինյան տավարի միս, որի արժեքը 100,000 դրամ էր կիլոգրամը։ Հենց այդ պահին, երբ Մանվելը կտրում էր իր բիֆշտեքը, դռները բացվեցին եւ ներս մտան 20 զինված սպաներ։ Մանվելը նայեց նրանց եւ ասաց միայն մեկ բան. «Դուք չգիտեք, թե ում հետ գործ ունեք»։ Բայց սպաները գիտեին։ Նրանք շատ լավ գիտեին։ Եվ երբ նրանք տարան Մանվելին դեպի ոստիկանության ավտոմեքենան, ողջ Էջմիածինը դուրս եկավ փողոցներ, ոչ թե պաշտպանելու նրան, այլ տեսնելու, թե ինչպես է հերոսը ընկնում։ Արդյոք սա էր վերջը, թե սա էր միայն սկիզբը ավելի խորը գաղտնիքների բացահայտման։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է նախկին սպան Մանվել Գրիգորյանի անձնական պահապանությունից, ձեռքերը դեռևս դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչը մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ անվտանգության ծառայությունների ներքին շրջանակից խոսում են առաջին անգամ այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։
Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք վերջին օրերի մասին։ Սա չէ պարզապես պատմություն կոռուպցիայի մասին։ Սա է պատմություն մարդկանց մասին, ովքեր ստիպված էին ընտրել հավատարմություն, թե կյանք։ Եվ երբ նրանք վերջապես ընտրեցին, ամբողջ համակարգը փլուզվեց մեկ գիշերվա ընթացքում։ Բայց ինչու նրանք սպասեցին այդքան երկար։ Ինչից էին վախենում։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեին նրանք Մանվելի իրական պլանների մասին, որոնք երբեք չիրականացան։ Վահագն Մկրտչյանը ծառայել էր Մանվել Գրիգորյանի անձնական պահապանության մեջ 12 տարի, 2005-ից մինչև 2017 թվականը։ Նա էր այն մարդը, ով գիտեր գեներալի ամեն քայլը, ամեն հանդիպումը, ամեն գաղտնի զրույցը։ Երբ Վահագնը համաձայնեց խոսել մեզ հետ 35 տարի լռությունից հետո, նրա առաջին խոսքերն էին. «Ես չեմ կարող քնել գիշերները, որովհետև տեսնում եմ այն երեխաների դեմքերը, ովքերի նամակները մենք նետեցինք աղբանոց»։ Վահագնը պատմում է, որ 2013 թվականի ամռանը, երբ հերթական բեռնատարը եկավ Էջմիածին լի զինվորական մատակարարումներով, Մանվելը անձամբ հրամայեց բացել տուփերը եւ տեսնել, թե ինչ կա ներսում։ Երբ նրանք գտան դպրոցականների նամակները, հարյուրավոր թղթեր գրված երեխաների ձեռքով, Մանվելը կարդաց մեկը բարձրաձայն. «Սիրելի զինվոր ախպեր, մենք քեզ շատ ենք սիրում եւ սպասում ենք հաղթանակին»։ Ապա նա ծիծաղեց եւ ասաց. «Այս երեխաները չգիտեն, որ իրական հաղթանակը փողն է, ոչ թե պատիվը»։ Եվ նա նետեց այդ նամակը հատակին։ Վահագնը պետք է հավաքեր այն եւ տաներ կենդանիներին։ Նա ասում է, որ այդ պահին ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում, բայց նա չէր կարող ոչինչ անել, որովհետև գիտեր, եթե խոսի, նրա ընտանիքը կտուժի։ Բայց Վահագնը միակը չէր, ով տչերով տեսավ այդ ամենը։ Արման Պետրոսյանը, նախկին վարորդը, ով 10 տարի տարավ Մանվելին դեպի գաղտնի հանդիպումներ, պատմում է ավելի սարսափելի բան։ 2014 թվականի ձմռանը, երբ Արցախում զինվորները տառապում էին ցրտից եւ սովից, Մանվելը պատվիրեց Արմանին տանել իրեն դեպի մի գաղտնի պահեստ Կոտայքի մարզում։ Այնտեղ, ասում է Արմանը, նա տեսավ բան, որը երբեք չէր պատկերացրել։ Ամբողջ շենք, լի զինվորական համազգեստներով, կոշիկներով, ծածկոցներով, դեղորայքով։ Հազարավոր տուփեր, որոնք պետք է լինեին Արցախում, բայց փոխարենը պահված էին այստեղ, սպասելու, որ Մանվելը վաճառի դրանք սև շուկայում։ Արմանը տեսավ, թե ինչպես Մանվելը հանում էր մի տուփ, բացում այն եւ ասում. «Սրանք արժեն ավելի շատ, քան ամբողջ զորամասը»։ Ապա նա հրամայեց Արմանին տանել մի մասը դեպի առանձնատուն, անձնական օգտագործման համար։ Արմանը չհարցրեց ոչինչ։ Նա պարզապես կատարեց հրամանը։ Բայց երբ նա տեսավ հեռուստացույցով, որ Արցախում զինվորը մահացել է ցրտից, որովհետև չուներ տաք համազգեստ, նա հասկացավ, որ դարձել է մարդասպանության մասնակից։ Եվ նա սկսեց գրել ամեն ինչ՝ ամսաթվերը, վայրերը, գումարները։ Այդ նոթերը հետագայում դարձան ապացույց դատարանում։ Երրորդ վկան Գայանե Հովհաննիսյանը, նախկին բժիշկը, ով 10 տարի հետևել էր Մանվել Գրիգորյանի առողջությանը, բացահայտում է ամենաանսպասելի գաղտնիքը։ Մանվելը հիվանդ էր, լուրջ հիվանդ։ 2012 թվականից սկսած նա տառապում էր սրտի լուրջ հիվանդությունից, որը պահանջում էր մշտական բուժում եւ հսկողություն։ Բայց նա թաքցրեց այդ բոլորից, նույնիսկ իր ամենամոտ մարդկանցից։ Գայանեն ասում է, որ Մանվելը վախենում էր, որ եթե մարդիկ իմանան նրա թուլությունը, նրանք կօգտագործեն այն նրա դեմ։ Նա պահանջում էր, որ բոլոր բժշկական փաստաթղթերը ոչնչացվեն անմիջապես բուժումից հետո։ Նա մերժում էր գնալ հիվանդանոց, փոխարենը բժիշկները պետք է գային առանձնատուն, գիշերվա ընթացքում, գաղտնի։ Գայանեն պատմում է, որ 2015 թվականի մարտին Մանվելը ունեցավ սրտի կաթվածի նախանշաններ, բայց նա մերժեց շտապօգնությունը եւ ասաց. «Եթե ես մեռնեմ, ապա մեռնեմ իմ տանը, ոչ թե հիվանդանոցում, որտեղ բոլորը կիմանան»։ Գայանեն փրկեց նրան այդ գիշեր, բայց նա հասկացավ, որ Մանվելի ամենամեծ թշնամին չէր իշխանությունը կամ ժողովուրդը, այլ նրա սեփական մարմինը։ Եվ նա սկսեց մտածել, ինչ կլինի, երբ Մանվելը մեռնի, ով կվերցնի նրա գաղտնիքները, ով կպաշտպանի նրանց, բժիշկներին, վարորդներին, պահապաններին, ովքեր գիտեին չափազանց շատ։ Այս երեք մարդիկ, Վահագնը, Արմանը եւ Գայանեն, չէին ծանոթ միմյանց։ Նրանք աշխատում էին տարբեր ժամանակներում, տարբեր դերերում, բայց նրանք բոլորը տեսան նույն բանը՝ համակարգ, որը կառուցված էր ստերի, վախի եւ դավաճանության վրա։ Եվ նրանք բոլորը կատարեցին նույն որոշումը՝ լռել, մինչև չկարողանան այլևս։ Վահագնը լռեց մինչև 2017 թվականը, երբ տեսավ հեռուստացույցով, թե ինչպես են հանում կենդանիների վանդակներից զինվորական նամակները։ Արմանը լռեց մինչև նույն տարին, երբ կարդաց թերթում, որ Մանվելը ժխտում է բոլոր մեղադրանքները։ Գայանեն լռեց մինչև այն պահը, երբ հասկացավ, որ եթե չխոսի հիմա,
ապա Մանվելը կարող է մահանալ առանց պատասխանատվության։ Եվ երբ նրանք վերջապես խոսեցին, նրանց վկայությունները դարձան այն բանալին, որը բացեց Մանվել Գրիգորյանի ամենախորը գաղտնիքները։ Բայց արդյոք նրանք հերոսներ են, թե դավաճաններ։ Արդյոք նրանք արեցին ճիշտ բանը, թե պարզապես փրկեցին իրենց սեփական կաշին։ Պատկերացրեք, որ Մանվել Գրիգորյանը ուներ գաղտնի հիվանդություն, որը կարող էր սպանել նրան ցանկացած պահի։ Հիմա պատկերացրեք, որ նրա անձնական բժիշկը պահում էր ցուցակ բոլոր դեղերի, որոնք նա ստանում էր։ Այդ ցուցակը բացահայտում է հիվանդություն, որը Մանվելը թաքցրել է հայ ժողովրդից տասնամյակներ շարունակ։ Այս ֆիլմում դուք կտեսնեք բժշկական ապացույցները, որոնք փոխում են այն ամենը, ինչ դուք գիտեիք գեներալի վերջին տարիների մասին։ Սա չէ պարզապես պատմություն հիվանդության մասին, սա է պատմություն մարդու մասին, ով այնքան վախենում էր թուլությունից, որ նախընտրեց մեռնել, քան ցույց տալ իր իրական դեմքը։ Բայց ինչպես այս հիվանդությունը ազդեց նրա որոշումների վրա։ Արդյոք նրա պարանոյան եւ դաժանությունը եղան հիվանդության արդյունք, թե նա միշտ այդպիսին էր։ Եվ ամենակարևորը, ինչպես նրա մերձավորները օգտագործեցին այս գաղտնիքն իրենց օգտին։ Գայանե Հովհաննիսյանը պահպանել էր ամեն ինչ, ամեն դեղատոմս, ամեն վերլուծություն, ամեն բժշկական եզրակացություն 10 տարվա ընթացքում։ Նա գիտեր, որ մի օր այս փաստաթղթերը կարող են անհրաժեշտ լինել, կամ նրան պաշտպանելու համար, կամ ճշմարտությունը բացահայտելու համար։ Երբ մենք հանդիպեցինք նրան 2022 թվականին, 5 տարի Մանվելի ձերբակալումից հետո, նա բերեց մեզ հետ մի տուփ, լի փաստաթղթերով։ Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մանվել Գրիգորյանը տառապում էր կարդիոմիոպաթիայից, սրտի մկանների հիվանդություն, որը կարող էր հանգեցնել հանկարծակի մահվան։ Բայց ավելի շոկայինը, փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մանվելը ստանում էր դեղեր, որոնք նախատեսված էին միայն ծանր հիվանդների համար, մարդիկ, ովքեր ապրում են իրենց վերջին ամիսները։ Սա նշանակում է, որ 2012 թվականից սկսած Մանվելը գիտեր, որ նրա ժամանակը սահմանափակ է, եւ այս գիտելիքը փոխեց ամեն ինչ։ Գայանեն պատմում է, որ երբ Մանվելը իմացավ իր ախտորոշումը 2012 թվականի հոկտեմբերին, նրա առաջին հարցը չէր ինչքան ժամանակ ունեմ, այլ ով գիտի այս մասին։ Երբ Գայանեն ասաց, որ միայն նա եւ մեկ այլ բժիշկ Մանվելը պահանջեց, որ երկրորդ բժիշկը անմիջապես հեռացվի աշխատանքից եւ ուղարկվի արտասահման ուսումնառության համար։ Այդ բժիշկը Դավիթ Սարգսյանը երբեք չվերադարձավ Հայաստան։ Նա այժմ ապրում է Գերմանիայում եւ մերժում է խոսել Մանվելի մասին։ Բայց Գայանեն մնաց, որովհետեւ Մանվելը վստահում էր նրան։ Կամ ավելի ճիշտ, նա վախենում էր նրանից, որովհետեւ Գայանեն գիտեր նրա ամենախորը գաղտնիքը։ Եվ Մանվելը սկսեց օգտագործել այդ գաղտնիքը որպես զենք։ Նա ասաց Գայանեին. «Եթե ես մեռնեմ, դու կմեռնես ինձնից առաջ, որովհետեւ մարդիկ կմտածեն, որ դու ինձ սպանել ես»։ Սա էր Մանվելի ոճը, վախը որպես վերահսկողության գործիք։ Բայց հիվանդությունը փոխեց Մանվելի վարքագիծը ավելի խորը եղանակով։ Գայանեն նկատեց, որ 2013 թվականից սկսած Մանվելը դարձավ ավելի պարանոիկ, ավելի դաժան, ավելի անկանխատեսելի։ Նա սկսեց տեսնել դավաճաններ ամենուր։ Նա փոխեց իր անձնական պահապանությունը 3 անգամ 1 տարվա ընթացքում։ Նա պահանջեց, որ նրա սնունդը համտեսվի յուրաքանչյուր անգամ նախքան ուտելը։ Նա սկսեց քնել տարբեր սենյակներում ամեն գիշեր, որպեսզի ոչ ոք չիմանա, թե որտեղ է նա։ Գայանեն հարցրեց նրան. «Ինչու եք այդքան վախենում»։ Մանվելը պատասխանեց. «Երբ դու գիտես, որ կմեռնես շուտով, դու սկսում ես տեսնել, թե ով է սպասում քո մահվանը»։ Եվ նա ճիշտ էր, բայց նա չէր տեսնում իրական թշնամուն, իր սիրսեփական մարմինը, որը դանդաղորեն սպանում էր նրան ներսից։ Մանվելի հիվանդությունը նաև բացատրում է նրա վերջին տարիների որոշումները։ Ինչու նա սկսեց վաճառել զինվորական ռեսուրսները ավելի ագրեսիվ եղեղանակով 2013-ից մինչև 15 թվականներին։ Ինչու նա փորձեց տեղափոխել իր փողերը արտասահման այդքան արագ։ Ինչու նա կառուցեց փախուստի թունելները իր առանձնատան տակ։ Պատասխանը պարզ է։ Նա գիտեր, որ ժամանակը սպառվում է։ Նա ուզում էր հավաքել որքան հնարավոր է շատ փող, ապահովել իր ընտանիքի ապագան եւ ստեղծել փախուստի պլան, եթե ամեն ինչ փլուզվի։ Բայց նա չէր հաշվարկել մեկ բան, որ նրա սեփական մարմինը կդավաճանի նրան ավելի շուտ, քան ցանկացած թշնամի։ Գայանեն ասում է, որ 2016 թվականին Մանվելի սիրտը արդեն աշխատում էր միայն 30%-ով։ Նա ապրում էր փոխառու ժամանակով։ Եվ նա գիտեր դա։ Բայց ամենաանսպասելի բացահայտումը եկավ, երբ Գայանեն ցույց տվեց մեզ մի փաստաթուղթ, որը նա երբեք չէր ցույց տվել ոստիկանությանը։ Դա էր Մանվելի անձնական նամակը, գրված նրա ձեռքով 2015 թվականի դեկտեմբերին։ Նամակում Մանվելը գրում է իր կնոջը Արմինեին
Եթե ես մեռնեմ մինչև նոր տարին, դու պետք է անես ամեն ինչ, որ ես ասացի։ Փողերը արդեն Շվեյցարիայում են, կոդերը գիտես։ Վերցրու երեխաներին եւ գնա։ Մի սպասիր ոստիկանությանը։ Մի սպասիր դատարի, սպասիր դատարանին։ Պարզապես գնա։ Եվ երբեք մի վերադարձիր։ Այս նամակը ցույց է տալիս, որ Մանվելը պլանավորում էր իր ընտանիքի փախուստը արդեն 2 տարի առաջ, մինչև ձերբակալումը։ Նա գիտեր, որ վերջը մոտենում է, բայց նա չէր կարող որոշել կգա վերջը նրա հիվանդությունից, թե իրավապահներից, եւ նա պատրաստվում էր երկուսին էլ։ Բայց արդյոք Արմինեն հետևեց այդ պլանին։ Ինչու նա մնաց Հայաստանում նույնիսկ Մանվելի ձերբակալումից հետո։ Եվ ամենակարևորը, որտեղ են այդ փողերը հիմա։ Մանվել Գրիգորյանի առանձնատան տակ գոյություն ունեին թունելներ եւ բունկերներ, որոնք նույնիսկ պաշտոնական ճարտարապետները չգիտեն մինչև այսօր։ Ով կառուցեց դրանք գաղտնի։ Ուր էին տանում այդ թունելները։ Եվ ինչու Արմինե Գրիգորյանը անձամբ ստուգում էր այդ փախուստի ուղիները ամեն գիշեր վերջին տարիներին։ Անձնական պահապանությունը պահպանել է այս գաղտնիքները ավելի քան 30 տարի, բայց այսօր նրանք խոսում են առաջին անգամ։ Սա չէ պարզապես պատմություն թունելների մասին։ Սա է պատմություն մարդու մասին, ով այնքան վախենում էր իր վերջից, որ կառուցեց ամբողջ ստորգետնյա քաղաք, միայն փախչելու համար։ Բայց փախչելումից, իրավապահներից, թշնամիներից, թե իր սեփական անցյալից։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ թունելները երբևէ օգտագործվեցին, թե դրանք մնացին որպես խորհրդանիշ Մանվելի պարանոյայի։ Վահագն Մկրտչյանը, նախկին պահապանը, պատմում է, որ թունելների կառուցումը սկսվեց 2005 թվականին, անմիջապես Մանվելի առանձնատան ավարտից հետո։ Բայց դա չէր պաշտոնական նախագիծ։ Ոչ մի փաստաթուղթ, ոչ մի թույլտվություն, ոչ մի պաշտոնական ճարտարապետ։ Փոխարենը Մանվելը բերեց մի խումբ շինարարներ Ռուսաստանից, մարդիկ, ովքեր չէին խոսում հայերեն եւ չէին հարցնում հարցեր։ Նրանք աշխատեցին միայն գիշերները, երբ ոչ ոք չէր կարող տեսնել։ Նրանք ապրում էին առանձնատան տարածքում, մեկուսացված, առանց կապի արտաքին աշխարհի հետ։ Եվ երբ աշխատանքը ավարտվեց 2010 թվականին, այդ շինարարները անհետացան։ Վահագնը ասում է, որ նա երբեք չտեսավ նրանց կրկին, եւ երբ հարցրեց Մանվելին որտեղ են նրանք, Մանվելը պատասխանեց. նրանք վերադարձան տուն եւ ստացան լավ վարձատրություն իրենց լռության համար։ Բայց Վահագնը չհավատաց։ Նա մտածում էր, արդյոք այդ մարդիկ իսկապես վերադարձան տուն, թե նրանք դարձան մաս այն գաղտնիքներից, որոնք թաղված են Էջմիածնի հողում։ Թունելների համակարգը էր բարդ եւ լավ մտածված։ Գլխավոր թունելը սկսվում էր Մանվելի անձնական ննջասենյակից, թաքնված դռան միջոցով, որը կարելի էր բացել միայն գաղտնի կոդով։ Այդ թունելը տանում էր 3 տարբեր ուղղություններով։ Առաջին ճյուղը տանում էր դեպի հարևան շենք, մի հին տուն, որը պատկանում էր Մանվելի հեռավոր ազգականին, բայց իրականում վերահսկվում էր նրա մարդկանց կողմից։ Երկրորդ ճյուղը տանում էր դեպի Էջմիածնի մայր տաճարի տարածք, դուրս գալով հին գերեզմանատան մոտ, որտեղ ոչ ոք երբեք չէր գնում։ Երրորդ ճյուղը, ամենաերկարը, տանում էր դեպի դաշտ, մոտավորապես 2 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ միշտ պատրաստ էր մի ավտոմեքենա, լի վառելիքով եւ փողով։ Վահագնը ասում է, որ Մանվելը անձամբ ստուգում էր այդ ավտոմեքենան ամեն 2 շաբաթը մեկ, համոզվելու համար, որ ամեն ինչ պատրաստ է։ Նա փոխում էր վառելիքը, թարմացնում փողը, ստուգում շարժիչը։ Սա էր նրա վերջին փրկության պլանը։ Բայց ամենաանսպասելին է, որ թունելների ներսում Մանվելը ստեղծել էր փոքրիկ բունկերներ, պահեստավորված սննդով, ջրով, դեղորայքով, զենքով։ Վահագնը հիշում է, որ 2013 թվականին Մանվելը հրամայեց նրան տեղափոխել այնտեղ բավականաչափ սնունդ 3 ամսվա համար։ 3 ամիս։ Մանվելը պլանավորում էր թաքնվել ստորգետնյա բունկերում 3 ամիս, եթե անհրաժեշտ լիներ։ Բայց ումից էր նա թաքնվելու։ Վահագնը հարցրեց նրան. «Ինչու ձեզ անհրաժեշտ է այս ամենը»։ Մանվելը նայեց նրան եւ ասաց. «Երբ դու ունես այնքան թշնամիներ, որքան ես ունեմ, դու պետք է միշտ պատրաստ լինես անհետանալ»։ Բայց Վահագնը չհասկացավ, ովքեր էին այդ թշնամիները։ Արդյոք դրանք էին իրավապահները, քաղաքական մրցակիցները, թե նրա սեփական մարդիկը, ովքեր գիտեին չափազանց շատ։ Արմինե Գրիգորյանը, Մանվելի կինը, էր միակ այլ անձը, ով գիտեր թունելների մասին։ Վահագնը պատմում է, որ 2015 թվականից սկսած Արմինեն սկսեց ամեն գիշեր իջնել թունելներ եւ ստուգել դրանք։ Նա վերցնում էր լապտեր, քարտեզ եւ անցնում էր ամբողջ համակարգը, ստուգել, որ ամեն ինչ աշխատում է։ Նա փոխում էր մարտկոցները լապտերներում, թարմացնում սնունդը բունկերներում, ստուգում փախուստի ավտոմեքենան։ Վահագնը հարցրեց նրան մի անգամ. «Ինչու դուք անում եք սա ամեն գիշեր»։ Արմինեն պատասխանեց. «Որովհետև երբ ժամանակը գա, մենք չենք ունենա երկրորդ հնարավորություն»։
Սա ցույց է տալիս, որ Արմինեն նույնպես գիտեր վերջը մոտենում է։ Նա պատրաստվում էր։ Բայց պատրաստվում էր ինչին։ Մանվելի մահվան, ձերբակալման, թե ինչ-որ այլ բանի, որը մենք դեռ չգիտենք։ Երբ հատուկ ջոկատը խուզարկեց առանձնատունը 2017 թվականի հունիսին, նրանք գտան թունելների մուտքը, բայց չկարողացան մտնել, որովհետև Արմինեն փոխել էր կոդերը։ Պահանջվեց 3 օր բացելու համար այդ դռները։ Երբ նրանք վերջապես մտան, նրանք գտան ամեն ինչ՝ սնունդը, զենքը, փողը, բժշկական պարագաները։ Բայց նրանք նաև գտան մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Թունելների մեջ, ամենախորը բունկերում, կար մի փոքրիկ սենյակ, լի փաստաթղթերով։ Հարյուրավոր էջեր, ֆինանսական հաշվետվություններ, բանկային փոխանցումներ, անուններ, ամսաթվեր։ Սա էր Մանվելի ապահովագրական պոլիսը։ Ապացույցներ նրա բոլոր գործընկերների, նրա բոլոր գործարքների, նրա բոլոր գաղտնիքների մասին։ Եթե նա ձերբակալվեր, նա պատրաստ էր բացահայտել ամեն ինչ, իր հետ տանելով բոլորին։ Բայց նա երբեք չունեցավ այդ հնարավորությունը։ Փաստաթղթերը առգրավվեցին, եւ շատերը դեռևս դասակարգված են որպես գաղտնի։ Ովքեր են այդ անունները։ Ինչ են թաքցնում այդ փաստաթղթերը։ Եվ ինչու իրավապահները դեռևս չեն հրապարակել դրանք 10 տարի անց։ Պատկերացրեք, որ դուք եք 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Մանվել Գրիգորյանի մասին, ամեն բժշկական գաղտնիք, ամեն փախուստի պլան, ամեն թաքնված թունել Էջմիածնի տակ։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 22 դեկտեմբերի 2019 թվականին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Մությունը։ Ինչ ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Դա էր Մանվելի անձնական բժիշկ Գայանե Հովհաննիսյանը, ով տեսավ, թե ինչպես է գեներալը ծախսում 100,000 դրամ օրական իր սրտի դեղերի վրա, մինչդեռ զինվորները սահմանին մեռնում էին առանց ամենապարզ ցավազրկողների։ Դա էր վարորդ Արման Պետրոսյանը, ով 10 տարի տարավ Մանվելին դեպի գաղտնի պահեստներ եւ տեսավ բավականաչափ, որ հասկանար, յուրաքանչյուր կողոպտված տուփ նշանակում էր մեկ զինվորի սովածություն։ Դա էր պահապան Վահագն Մկրտչյանը, ով 12 տարի պահպանեց լռությունը, բայց երբ տեսավ հեռուստացույցով դպրոցականների նամակները, պատրված արջերի կողմից, ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում։ Այս 3 մարդիկ չէին միակները։ Կային եւս 9. խոհարար, այգեպան, հաշվապահ, ավագ օգնական, անվտանգության ծառայության 2 սպա, անձնական քարտուղարուհի, ճարտարապետ եւ մեկը, ում անունը դեռևս գաղտնի է։ 12-ը միասին ստեղծեցին ամենավտանգավոր խումբը Մանվելի համար, մարդիկ, ովքեր գիտեին ճշմարտությունը եւ վերջապես համարձակվեցին խոսել։ Բայց ինչու հենց այդ պահին։ Ինչ տեղի ունեցավ 22 դեկտեմբերին, որը ստիպեց նրանց բոլորին միաժամանակ կատարել այդ ընտրությունը։ Պատասխանը սկսվում է 2019 թվականի նոյեմբերի վերջին, երբ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Գայանե Հովհաննիսյանը պատմում է, որ 19 նոյեմբերի երեկոյան Մանվելը ունեցավ սրտի ծանր նոպա, որը տևեց ավելի քան 20 րոպե։ Նրա դեմքը դարձավ մոխրագույն, շնչառությունը դժվարացավ, ձեռքերը սկսեցին դողալ անվերահսկելիորեն։ Գայանեն անմիջապես ներարկեց արտակարգ դեղամիջոցներ, բայց նա գիտեր, սա էր նախազգուշական ազդանշան։ Հաջորդ անգամ Մանվելը կարող էր չվերապրել։ Երբ նոպան անցավ, Մանվելը բացեց աչքերը եւ նայեց Գայանեին այնպիսի հայացքով, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Դա չէր զայրույթ կամ վախ, դա էր ընդունում։ Նա հասկացավ, որ իր մարմինը դավաճանում է նրան եւ ոչինչ չէր կարող դա կանգնեցնել։ Նա ասաց Գայանեին միայն մեկ բան. «Քանի ժամանակ ունեմ»։ Գայանեն պատասխանեց ճշմարտությունը։ Եթե շարունակեք այսպես ապրել, առանց հանգստի, առանց բուժման, առանց սթրեսի նվազեցման, ապա ամիսներ, ոչ թե տարիներ։ Մանվելը լռեց երկար ժամանակ, ապա ասաց. «Ապա մենք պետք է շտապենք»։ Գայանեն չհասկացավ անմիջապես, թե ինչ նշանակում է շտապել, բայց շուտով նա պարզեց։ Հաջորդ օրը, 19 նոյեմբերի առավոտյան, Մանվելը հրավիրեց իր 12 ամենամոտ մարդկանց հատուկ հանդիպման։ Սա չէր սովորական ժողով։ Հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե առանձնատան գլխավոր դահլիճում, այլ ստորգետնյա բունկերում, այնտեղ, որտեղ ոչ մի տեսախցիկ չէր կարող գրանցել, ոչ մի անօրինական ականջ չէր կարող լսել։ Վահագն Մկրտչյանը հիշում է, որ երբ նրանք բոլորը հավաքվեցին այդ սառը խոնավ սենյակում, լուսավորված միայն մի քանի լապտերներով, Մանվելը սկսեց խոսել այնպիսի ձայնով, որը նրանք երբեք չէին լսել նախկինում։ Դա չէր հրամանատարի ձայն, դա էր հիվանդ մարդու ձայն, ով գիտեր, որ իր ժամանակը սպառվում է։ Նա ասաց. «Դուք 12-ըդ գիտեք ամեն ինչ ինձ մասին։ Դուք գիտեք, թե որտեղ են փողերը, որտեղ են փաստաթղթերը, որտեղ են թունելները։
Դուք գիտեք ճշմարտությունը, որը կարող է ոչնչացնել ինձ եւ իմ ընտանիքը։ Բայց դուք նաև գիտեք, որ եթե ես ընկնեմ, դուք կընկնեք ինձ հետ, որովհետև դուք եք իմ համակիժները։ Սենյակում տիրեց լռություն, ապա Մանվելը շարունակեց. Բայց ես ձեզ առաջարկում եմ գործարք։ Եթե դուք մնաք հավատարիմ ինձ մինչև վերջ, ես կապահովեմ ձեր ապագան։ Յուրաքանչյուրդ կստանաք բավականաչափ փող, հեռանալու երկրից եւ սկսելու նոր կյանք։ Բայց եթե մեկդ դավաճանի, ապա բոլորդ կվճարեք։ 12 մարդիկ նայեցին միմյանց։ Նրանք հասկացան, որ Մանվելը չէր պարզապես սպառնում։ Նա առաջարկում էր փախուստի պլան։ Բայց ինչից փախչել։ Արման Պետրոսյանը համարձակվեց հարցնել. Ինչից եք վախենում։ Մանվելը նայեց նրան եւ ասաց. Ես վախենում եմ ոչ թե իրավապահներից, ոչ թե քաղաքական թշնամիներից, ես վախենում եմ ձեզնից, որովհետև դուք գիտեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը նմիշտ գտնում է իր ճանապարհը դուրս։ Այդ խոսքերը սառեցրին բոլորին։ Նրանք հասկացան, որ Մանվելը չի վստահում նրանց, նույնիսկ այն մարդկանց, ովքեր ծառայել են նրան տասնամյակներ շարունակ։ Եվ եթե նա չի վստահում նրանց, ապա նրանք չեն կարող վստահել նրան։ Հանդիպումը ավարտվեց առանց որևէ պարզ որոշման, բայց բոլորը հասկացան, ինչ որ բան փոխվել է անդառնալիորեն։ Մանվելը բացահայտել էր իր թուլությունը, եւ թուլությունը իշխանության աշխարհում նշանակում է մահ։ Հաջորդ 3 շաբաթների ընթացքում 12 մարդիկ սկսեցին խոսել միմյանց հետ, գաղտնի, զգուշորեն, վախենալով, որ Մանվելը կիմանա։ Նրանք հանդիպում էին տարբեր վայրերում, կաֆեներում, պարկերում, եկեղեցիներում, որոնց ոչ ոք չէր կարող կասկածել։ Նրանք փոխանակում էին տեղեկություններ, համեմատում իրենց գիտելիքները, փորձում հասկանալ արդյոք Մանվելի առաջարկը իրական էր, թե դա էր որոքայթ։ Գայանե Հովանեսյանը պատմում է, որ նա հանդիպեց Վահագն Մկրտչյանին 10 դեկտեմբերին մի փոքրիկ եկեղեցում Էջմիածնի Արվարձանում։ Նրանք խոսեցին 2 ժամ, եւ Գայանեն բացահայտեց Վահագնին Մանվելի իրական առողջական վիճակը։ Նա ասաց. նա մեռնում է։ Ոչ թե տարիների, այլ շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Եվ երբ նա մեռնի, մենք բոլորս կդառնանք թիրախ, կամ իրավապահների, կամ նրա ընտանիքի, ով կուզի թաքցնել ամեն ինչ։ Վահագնը հարցրեց. ապա ինչ պետք է անենք։ Գայանեն պատասխանեց. մենք պետք է խոսենք առաջ, քան ուշ է։ Բայց խոսել ումից։ Ոստիկանության, որը կարող էր լինել Մանվելի գրպանում, մամուլին, որը կարող էր չհավատալ, հակակոռուպցիոն կոմիտեին, որը կարող էր արձագանքել չափազանց դանդաղ։ 12 մարդիկ վիճում էին, կասկածում, վախենում։ Մինչև 19 դեկտեմբերին տեղի ունեցավ դեպք, որը ստիպեց նրանց բոլորին միաժամանակ որոշել։ Այդ օրը Մանվել Գրիգորյանը հրավիրեց իր անձնական հաշվապահ Սոնա Ավետիսյանին եւ հանձնարարեց նրան ոչնչացնել բոլոր ֆինանսական փաստաթղթերը վերջին 10 տարվա ընթացքում։ Բոլոր պայմանագրերը, բոլոր բանկային փոխանցումները, բոլոր ստացականները, ամեն ինչ։ Սոնան հարցրեց. ինչու հիմա։ Մանվելը պատասխանեց. որովհետև շուտով ոչինչ չպետք է մնա, որը կարող է օգտագործվել իմ դեմ։ Սոնան հասկացավ. Մանվելը պատրաստվում է վերջին մարտին։ Նա պատրաստվում է ոչնչացնել բոլոր ապացույցները եւ անհետանալ։ Բայց եթե նա անհետանա, ապա ինչ կլինի նրանց հետ, 12 մարդկանց, ովքեր գիտեն ճշմարտությունը։ Սոնան չկատարեց հրամանը։ Փոխարենը նա լուսանկարեց բոլոր փաստաթղթերը, պահպանեց դրանք ապահով վայրում եւ զանգահարեց Գայանե Հովանեսյանին։ Նա ասաց. մենք պետք է գործենք հիմա, այլապես կուշանանք։ 20 դեկտեմբերի երեկոյան 12 մարդիկ հանդիպեցին վերջին անգամ, ոչ թե Մանվելի հրամանով, այլ իրենց սեփական նախաձեռնությամբ։ Նրանք հավաքվեցին մի լքված շենքում Երևանի Արվարձանում, հեռու Էջմիածնից, հեռու Մանվելի աչքերից։ Այնտեղ նրանք կատարեցին որոշում, որը փոխեց ամեն ինչ։ Նրանք համաձայնեցին միաժամանակ դիմել իրավապահներին, յուրաքանչյուրը տրամադրելով իր մասը ապացույցներից։ Գայանեն կտար բժշկական փաստաթղթերը, Վահագնը թունելների քարտեզները, Արմանը պահեստների հասցեները, Սոնան ֆինանսական գրառումները։ Միասին նրանք ունեին բավականաչափ ապացույցներ, ոչնչացնելու Մանվել Գրիգորյանին։ Բայց նրանք նաև գիտեին, որ երբ նրանք խոսեն, նրանց սեփական կյանքները կփոխվեն անդառնալիորեն։ Նրանք կդառնան դավաճաններ Մանվելի աչքերում, հերոսներ հասարակության աչքերում եւ թիրախներ նրանց համար, ովքեր ուզում էին թաքցնել ճշմարտությունը։ Բայց նրանք ընտրեցին խոսել, որովհետև լռությունը դարձել էր անտանելի։ Վահագն Մկրտչյանը ամփոփեց նրանց զգացմունքները մեկ նախադասությամբ. մենք տասնամյակներ շարունակ եղանք նրա ձեռքերը, բայց այժմ ժամանակն է դառնալ նրա դատավորները։ 22 դեկտեմբերի առավոտյան 12 մարդիկ միաժամանակ ներկայացան տարբեր իրավապահ մարմիններում՝ ոստիկանություն, դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե։
Յուրաքանչյուրը տրամադրեց իր ապացույցները եւ տվեց մանրամասն ցուցմունքներ։ Իրավապահները սկզբում չհավատացին։ Նրանք մտածեցին, որ սա է համակարգված հարձակում Մանվելի դեմ, նրա քաղաքական թշնամիների կողմից։ Բայց երբ նրանք սկսեցին համեմատել ցուցմունքները, ստուգել փաստաթղթերը, հետևել հասցեներին, նրանք հասկացան՝ սա է ճշմարտությունը։ 12 տարբեր մարդիկ, ովքեր չէին կապված միմյանց հետ պաշտոնապես, պատմում էին նույն պատմությունը տարբեր անկյուններից։ Նրանց ցուցմունքները համընկնում էին մանրամասնորեն, նրանց ապացույցները լրացնում էին միմյանց։ Սա չէր կեղծիք, սա էր համակարգված բացահայտում։ Եվ իրավապահները հասկացան, որ նրանք պետք է գործեն անմիջապես, մինչև Մանվելը իմանա եւ փորձի փախչել կամ ոչնչացնել ապացույցները։ Բայց Մանվելը արդեն գիտեր։ 22 դեկտեմբերի կեսօրին, երբ 12 մարդիկ դեռ տալիս էին իրենց ցուցմունքները, Մանվելը ստացավ զանգ իր կապերից մեկից ոստիկանության մեջ։ Նրան ասացին. «Ձեր մարդիկը խոսում են, բոլորը միաժամանակ։ Դուք ունեք մի քանի ժամ, մինչև նրանք կգան ձեզ համար»։ Մանվելը չզարմացավ։ Նա գիտեր, որ այսօրը կգա։ Նա պարզապես չէր սպասում, որ այն կգա այդքան շուտ։ Նա կանչեց Արմինե Գրիգորյանին եւ ասաց. «Ժամանակն է։ Վերցրու երեխաներին եւ գնա դեպի թունելները։ Ես կգամ քեզ հետևից»։ Բայց Արմինեն մերժեց։ Նա ասաց. «Եթե մենք փախչենք հիմա, մենք կապրենք մնացած կյանքը որպես փախստականներ։ Ես չեմ ուզում այդ կյանքը մեր երեխաների համար»։ Մանվելը զայրացավ։ Նա պահանջեց, սպառնաց, աղաչեց։ Բայց Արմինեն մնաց անսասան։ Նա արդեն կատարել էր իր ընտրությունը։ Նա կմնար եւ կդիմագրավեր հետևանքները։ Եվ այդ պահին Մանվել Գրիգորյանը հասկացավ, որ նա կորցրել է ամեն ինչ, ոչ թե իրավապահներին, ոչ թե 12 դավաճաններին, այլ իր սեփական ընտանիքին, ով այլևս չէր հավատում նրա պլաններին։ Անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանի պահում էր դոսիեներ հատուկ կոդով VOM0544։ Դոսիեներ այնքան գաղտնի, որ գոյություն ունեին միայն 3 օրինակ ամբողջ երկրում։ Այդ դոսիեներում գտնվում էին տեղեկություններ գեներալի իրական առողջական վիճակի մասին, փախուստի պլանների մասին, արտակարգ իրավիճակների դեպքում, եւ ինչ որ բան շատ ավելի շոկային, իրական հարաբերությունները Արմինեի եւ ռեժիմի մերձավորների միջև։ Ինչու այդ դոսիեները ոչնչացվեցին հենց գործադրման օրը։ Ով տվեց հրամանը եւ ինչից էին վախենում, որ այդ թղթերը երբևէ տեսնեն լույսը։ Գայանե Հովանեսյանը, ով 10 տարի հետևեց Մանվելի առողջությանը, պատմում է, որ այդ դոսիեներում կային նաև ցուցակներ դեղամիջոցների, որոնք ստացվում էին ոչ թե Հայաստանից, այլ Ռուսաստանից եւ Գերմանիայից, գաղտնի ուղիներով։ Դեղեր, որոնք նախատեսված էին միայն տերմինալ հիվանդների համար, մարդիկ, ովքեր ապրում են փոխառու ժամանակով։ Բայց ամենաանհավատալին այն է, որ դոսիեներում նշված էր նաև մի անուն, որը ոչ ոք չէր սպասում տեսնել։ Բարձրաստիճան պաշտոնյա, ով անձամբ ստորագրել էր թույլտվությունները այդ դեղերի ներմուծման համար, գիտենալով, որ դրանք գնում են ոչ թե հիվանդանոց, այլ մի մարդու անձնական օգտագործման։ Ով էր այդ մարդը, եւ ինչու նա ռիսկի դրեց իր կարիերան օգնելու Մանվելին թաքցնել իր հիվանդությունը։ Արդյոք դա էր պարզ կոռուպցիա, թե ինչ որ ավելի խորը կապ, որը մենք դեռ չգիտենք։ Երբ հատուկ ջոկատը մտավ Էջմիածնի առանձնատուն 22 դեկտեմբերի ժամը 14-ին, նրանք սպասում էին դիմադրության։ Նրանք պատրաստ էին զինված պահապանների, փակ դռների, հնարավոր փախուստի փորձի։ Բայց այն, ինչ նրանք գտան, էր ավելի անսպասելի։ Մանվել Գրիգորյանը նստած էր իր ընթրիքի սեղանի շուրջը, միայնակ, առանց Արմինեի, առանց պահապանների, առանց իրավաբանների։ Նրանց իրավաբանների։ Նրա առջև դրված էր ափսե, անդրադարձ, բաժակ լի ջրով եւ մի փոքրիկ տուփ լի դեղահատերով։ Երբ սպաները մտան, Մանվելը նայեց նրանց եւ ասաց միայն մեկ բան. «Ես գիտեի, որ դուք կգաք։ Ես պատրաստ եմ»։ Բայց նրա ձայնը չէր հզոր կամ սպառնալից, դա էր հոգնած մարդու ձայն, ով արդեն հաշտվել էր իր ճակատագրի հետ։ Սպաները տարան նրան դեպի ոստիկանության ավտոմեքենան եւ ողջ ճանապարհի ընթացքում Մանվելը լռեց։ Նա չհարցրեց, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվում նրան։ Նա չպահանջեց իրավաբան։ Նա պարզապես նստեց եւ նայում էր պատուհանից տեսնելով Էջմիածնի փողոցները, որտեղ նա երբեմն էր անդառնալի թագավոր, բայց այժմ դարձել էր գերի։ Բայց ամենաշոկայինը տեղի ունեցավ, երբ սպաները վերադարձան առանձնատուն խուզարկելու համար։ Նրանք սպասում էին գտնել ապացույցներ, փաստաթղթեր, փող, զենք, եւ նրանք գտան բոլորը։ Բայց նրանք նաեւ գտան մի բան, որը փոխեց ամբողջ հետաքննությունը։ Մանվելի անձնական ննջասենյակում, թաքնված սեյֆում, որը բացվեց միայն 3 օր անց, նրանք գտան մի նոթատետր, գրված Մանվելի ձեռքով։ Այդ նոթատետրը չէր ֆինանսական հաշվետվություն կամ գործակների ցուցակ։ Դա էր անձնական օրագիր, վերջին 5 տարվա ընթացքում։
Յուրաքանչյուր էջում Մանվելը գրել էր իր մտքերը, իր վախերը, իր հիվանդության առաջընթացը։ Նա նկարագրել էր, թե ինչպես է զգում, երբ նրա սիրտը դադարում է աշխատել ճիշտ, թե ինչպես է վախենում ամեն գիշեր, որ չի արթնանա առավոտյան։ Նա գրել էր. «Ես գիտեմ, որ մեռնում եմ, բայց ես չեմ կարող ցույց տալ այդ թուլությունը։ Եթե նրանք տեսնեն, որ ես թույլ եմ, նրանք կօգտագործեն այն իմ դեմ»։ Բայց ամենաանսպասելին էր վերջին էջը, գրված 20 դեկտեմբերին, 2 օր առաջ, քան ձերբակալումը։ Այնտեղ Մանվելը գրել էր. «Ես գիտեմ, որ 12-ը խոսեցին։ Ես գիտեմ, որ նրանք դավաճանեցին ինձ, բայց ես չեմ կարող մեղադրել նրանց, որովհետև ես դավաճանեցի նրանց առաջ, երբ դարձրի նրանց իմ հանցագործությունների մասնակիցները»։ Այդ օրագիրը բացահայտեց Մանվել Գրիգորյանի ներքին աշխարհը, որը ոչ ոք երբեք չէր տեսել։ Նա չէր պարզապես դաժան գեներալ կամ կոռումպացված պաշտոնյա։ Նա էր հիվանդ մարդ, ով վախենում էր մահից և փորձում էր վերահսկել ամեն ինչ, որպես միջոց պայքարելու այդ վախի դեմ։ Նա գրել էր. «Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ զինվորի նամակը աղբանոցում, ես զգում եմ ինչ-որ բան կոտրվում իմ ներսում։ Բայց ես չեմ կարող կանգնեցնել, որովհետև եթե ես կանգնեցնեմ, ես կկորցնեմ վերահսկողությունը, և եթե ես կկորցնեմ վերահսկողությունը, ես կմեռնեմ»։ Սա էր Մանվելի տրամաբանությունը՝ խեղված, հիվանդ, բայց իր աչքերում տրամաբանական։ Նա հավատում էր, որ եթե նա ցույց տա թուլություն, եթե նա դադարեցնի կողոպտելը, եթե նա դառնա բարի, ապա նրա թշնամիները կօգտագործեն այդ պահը, ոչնչացնելու նրան։ Եվ այդ վախը վերածվեց ինքնակատարվող մարգարեությանի։ Նրա պարանոյան ստիպեց նրան դավաճանել իր ամենամոտ մարդկանց, և այդ դավաճանությունը ստիպեց նրանց դավաճանել նրան։ Գայանե Հովհաննիսյանը, երբ կարդաց այդ օրագիրը դատավարության ընթացքում, լաց եղավ։ Նա ասաց. «Ես 10 տարի փորձեցի օգնել նրան, ոչ թե որպես գեներալի, այլ որպես հիվանդ մարդու։ Բայց նա երբեք չթույլ տվեց ինձ մոտենալ իր իրական ցավին։ Նա թաքցրեց այն բոլորից, նույնիսկ իրենից»։ Վահագն Մկրտչյանը ավելացրեց. «Երբ ես կարդացի, որ նա գիտեր մեր դավաճանության մասին, բայց չմեղադրեց մեզ, ես հասկացա նա չէր հրեշ։ Նա էր կոտրված մարդ, ով կորցրել էր ճանապարհը և չգիտեր, թե ինչպես վերադառնալ»։ Բայց արդյոք այս ըմբռնումը արդարացնում է Մանվելի արարքները։ Արդյոք հիվանդությունը և վախը կարող են բացատրել, թե ինչու նա կերակրեց զինվորների հացը գազաններին, թե ինչու նա նետեց երեխաների նամակները աղբանոց, թե ինչու նա կառուցեց իր կայսրությունը զինվորների արյան վրա։ 12 մարդիկ, ովքեր դավաճանեցին նրան, հավատում են, որ պատասխանը ոչ։ Հիվանդությունը բացատրում է, բայց չի արդարացնում։ Եվ նրանք կատարեցին ճիշտ բանը, խոսելով, նույնիսկ եթե դա նշանակում էր դավաճանել մարդուն, ում նրանք ծառայել էին տասնամյակներ շարունակ։ Բայց պատմությունը չավարտվեց Մանվելի ձերբակալմամբ։ Երբ իրավապահները սկսեցին հետաքննել 12 մարդկանց ցուցմունքները, նրանք բացահայտեցին ինչ-որ բան, որը փոխեց ամբողջ գործը։ Դոսիե UM0544-ի մեջ, որը պետք է ոչնչացված լիներ, մնացել էր մեկ օրինակ՝ թաքնված անվտանգության ծառայության արխիվում։ Եվ երբ նրանք բացեցին այդ դոսիեն, նրանք գտան ցուցակ, ոչ թե Մանվելի թշնամիների, այլ նրա պաշտպանիչների։ Անուններ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր տասնամյակներ շարունակ ծածկել էին Մանվելի հանցագործությունները, դիմաց ստանալով իրենց բաժինը։ Այդ ցուցակում կային անուններ, որոնք շոկեցին ողջ երկիրը։ Նախարարներ, գեներալներ, դատավորներ, նույնիսկ մի քանի եկեղեցական առաջնորդներ։ Սա էր համակարգ, որը ընդգրկում էր ոչ թե մեկ մարդու, այլ ամբողջ ցանց, կառուցված կոռուպցիայի, վախի և փոխադարձ պաշտպանության վրա։ Եվ երբ այդ ցուցակը հրապարակվեց, ամբողջ համակարգը սկսեց փլուզվել։ 12 մարդիկ, ովքեր խոսեցին Մանվելի դեմ, դարձան հերոսներ, բայց նրանք նաև դարձան թիրախներ նրանց համար, ովքեր ուզում էին պահպանել իրենց գաղտնիքները։ Եվ պատմությունը, որը սկսվեց որպես մեկ մարդու անկում, վերածվեց ամբողջ ռեժիմի բացահայտման։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգության համար, համաձայնում է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կշրջի այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Անձնական զրույցներից Մանվելի և Արմինեի միջև, մինչև հուսահատ փախուստի պլաններ, մինչև այն պահը, երբ նրանք հասկացան, ամեն ինչ ավարտվել է։ Սա բացառիկ վկայությունն է, որը ձեզ կպահի շնչախեղդ վիճակում։ 10 տարի Արսեն Բաղդասարյանը լռեց, վախենալով հետևանքներից։ Բայց երբ նա տեսավ, թե ինչպես են փորձում վերագրել Մանվելի հանցագործությունները միայն համակարգային թերություններին, ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում։ Նա որոշեց պատմել ամբողջ ճշմարտությունը, ոչ թե արդարացնելու, այլ բացատրելու, թե ինչպես մի հերոս վերածվեց հրեշի, և ինչպես ամբողջ համակարգը թույլ տվեց, որ դա տեղի ունենա։
Ինչու Արմինեն ստուգում էր փախուստի թունելները ամեն գիշեր վերջին ամիսներին։ Ինչից էին նրանք վախենում, իրավապահներից, թե ինչ-որ ավելի մեծ սպառնալիքից, որը մենք դեռ չգիտենք։ Եվ ամենակարևորը, ինչու Մանվելը մերժեց փախչել, երբ ունեցավ վերջին հնարավորությունը։ Արսեն Բաղդասարյանը ծառայել էր Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում 14 տարի, 2003-ից մինչև 2017 թվականը։ Նա էր այն մարդը, ով գիտեր յուրաքանչյուր գաղտնիք, յուրաքանչյուր թունել, յուրաքանչյուր փախուստի պլան։ Երբ մենք հանդիպեցինք նրան 2022 թվականի աշնանը, 5 տարի Մանվելի ձերբակալումից հետո, նա բերեց մեզ հետ մի տուփ, լի ձայնագրություններով։ Այո, ձայնագրություններով։ Արսենը գաղտնի ձայնագրել էր Մանվելի եւ Արմինեի զրույցները վերջին 3 ամիսների ընթացքում, մինչև ձերբակալումը։ Նա ասում է. «Ես գիտեի, որ մի օր այս ձայնագրությունները կարող են փրկել ինձ կամ բացահայտել ճշմարտությունը։ Ես չէի ուզում լինել միակ վկան, որի խոսքին չեն հավատա»։ Այդ ձայնագրություններում լսվում է Մանվելի ձայնը, հոգնած, թույլ, վախեցած։ Մեկ զրույցում, գրանցված 2017 թվականի մարտի 15-ին, Մանվելը ասում է Արմինեին. «Նրանք գալիս են մեզ համար, ես զգում եմ դա, 12-ը խոսեցին և հիմա ամեն ինչ փլուզվում է»։ Արմինեն պատասխանում է. «Ապա մենք պետք է գնանք հիմա, այս րոպեին»։ Բայց Մանվելը ասում է. «Ուր գնանք։ Ես հիվանդ եմ, ես չեմ կարող փախչել, իմ սիրտը չի տանի»։ Այդ զրույցը տևում է 20 րոպե, եւ ամբողջ ժամանակ Արմինեն փորձում է համոզել Մանվելին օգտագործել թունելները, վերցնել փովերը Շվեյցարիայից եւ սկսել նոր կյանք, բայց Մանվելը մերժում է։ Նա ասում է. «Ես չեմ փախչի որպես վախկոտ։ Եթե ես պետք է ընկնեմ, ես կընկնեմ որպես գեներալ»։ Բայց ամենաշոկայինը մեկ այլ ձայնագրություն է, գրանցված հունիսի 19-ը, միայն 3 օր առաջ, քան ձերբակալումը։ Այդ ձայնագրությունում Մանվելը եւ Արմինեն խոսում են ոչ թե փախուստի մասին, այլ մահվան մասին։ Մանվելը ասում է. «Եթե նրանք ձերբակալեն ինձ, ես չեմ ապրի բանտում, իմ սիրտը չի տանի այդ ճնշումը, ես կմեռնեմ այնտեղ եւ դա կլինի ամենավատ վերջը»։ Արմինեն լռում է երկար ժամանակ, ապա ասում է. «Ապա թող նրանք գան, մենք կդիմագրավենք միասին»։ Բայց Մանվելը ասում է. «Ոչ, դու պետք է վերցնես երեխաներին եւ գնաս։ Ես կմնամ եւ կվերցնեմ բոլոր մեղադրանքները իմ վրա, դու պետք է ազատ լինես»։ Արմինեն սկսում է լալ, եւ նրա լացը լսվում է ձայնագրության մեջ, խորը, սրտառուչ, անհույս։ Նա ասում է. «Ես չեմ կարող թողնել քեզ։ Մենք միասին կառուցեցինք այս ամենը, եւ մենք միասին կընկնենք»։ Եվ այդ պահին Արսեն Բաղդասարյանը, ով լսում էր այդ զրույցը իր ականջակալներով, հերթապահելով դռան մոտ, հասկացավ. Մանվելը եւ Արմինեն չէին պարզապես ամուսիններ։ Նրանք էին գործընկերներ հանցագործության մեջ, բայց նաեւ մարդիկ, ովքեր իսկապես սիրում էին միմյանց, խեղված, հիվանդ սիրով, բայց սիրով։ Արսենը պատմում է, որ վերջին շաբաթներին Մանվելի ֆիզիկական վիճակը կտրուկ վատացավ։ Նա չէր կարող քնել գիշերները, որովհետև ամեն անգամ, երբ պառկում էր, նրա սիրտը սկսում էր անկանոն բաբախել։ Նա ստիպված էր քնել նստած դիրքում, բազկաթոռում, շրջապատված բարձերով։ Նրա դեմքը դարձել էր մոխրագույն, աչքերը խորացել էին, ձեռքերը դողում էին անընդհատ։ Գայանե Հովհաննիսյանը գալիս էր ամեն օր, ներարկելու դեղեր, ստուգելու սրտի ռիթմը, փորձելու պահպանել նրան կենդանի։ Բայց նա գիտեր, սա էր ժամանակավոր լուծում։ Մանվելը մեռնում էր, եւ ոչինչ չէր կարող դա կանգնեցնել։ Արսենը հիշում է մի պահ, հունիսի 16-ին, երբ Մանվելը կանչեց նրան իր ննջասենյակ եւ ասաց. «Արսեն, դու ինձ ծառայել ես 14 տարի։ Դու գիտես ամեն ինչ ինձ մասին։ Եթե ես մեռնեմ, դու պետք է խոսես։ Ոչ թե ինձ պաշտպանելու համար, այլ ճշմարտությունը պատմելու համար»։ Արսենը չհասկացավ անմիջապես, թե ինչ նշանակում է դա, բայց հիմա նա հասկանում է։ Մանվելը գիտեր, որ իր պատմությունը կխեղաթյուրվի, եւ նա ուզում էր, որ գոնե մեկը պատմի ճշմարտությունը, նույնիսկ եթե այդ ճշմարտությունը ցավոտ էր։ Բայց ամենաանսպասելի բացահայտումը եկավ, երբ Արսենը ցույց տվեց մեզ վերջին ձայնագրությունը, գրանցված հունիսի 22-ին, ձերբակալման օրը, մի քանի ժամ առաջ, քան սպաների ժամանումը։ Այդ ձայնագրությունում Մանվելը խոսում է ինքն իր հետ, բարձրաձայն, կարծես փորձելով հասկանալ, թե ինչպես հասավ այս կետին։ Նա ասում է. «Ես սկսեցի որպես հերոս։ Ես պաշտպանեցի իմ երկիրը։ Ես տվեցի իմ արյունը Արցախի համար։ Բայց ինչ-որ տեղ ճանապարհին ես կորցրի ինձ։ Ես սկսեցի մտածել, որ իմ զոհողությունը տալիս է ինձ իրավունք վերցնել այն, ինչ ուզում եմ։ Ես սկսեցի հավատալ, որ ես բացառություն եմ օրենքներից, որովհետև ես հերոս եմ։ Եվ այդ հավատքը ոչնչացրեց ինձ»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Մանվելը վերջում հասկացավ իր սխալը։
Նա հասկացավ, որ հերոսությունը չի տալիս իրավունք ստավաճանելու քո ժողովրդին։ Բայց այդ ըմբռնումը եկավ չափազանց ուշ։ Վնասը արդեն պատճառված էր, զոհերը արդեն կային, եւ ոչինչ չէր կարող վերադարձնել այն, ինչ կորել էր։ Երբ սպաները եկան ձերբակալելու Մանվելին, Արսենը էր այն մարդը, ով բացեց դուռը։ Նա հիշում է, որ Մանվելը նայեց նրան եւ ասաց. «Շնորհակալություն, Արսեն, դու եղար հավատարիմ մինչև վերջ»։ Բայց Արսենը չզգաց հպարտություն։ Նա զգաց ամոթ, որովհետև նա գիտեր, իր հավատարմությունը նշանակում էր լռություն այն ժամանակ, երբ նա պետք է խոսեր։ Նա տեսավ, թե ինչպես են տանում Մանվելին դեպի ավտոմեքենան, ձեռնաշղթաներով, թույլ, հիվանդ, կոտրված։ Եվ նա հասկացավ. սա էր վերջը ոչ թե մեկ մարդու, այլ ամբողջ դարաշրջանի։ Դարաշրջան, երբ հերոսները կարծում էին, որ նրանք կարող են անել ամեն ինչ առանց հետևանքների։ Արսենը մնաց առանձնատանում ևս 2 ժամ։ Հետո սպաները եկան նրա համար։ Նրան նույնպես ձերբակալեցին որպես հնարավոր համակիր, բայց 3 ամիս անց նրան ազատ արձակեցին, բավարար ապացույցների բացակայության պատճառով։ Բայց Արսենը երբեք չազատվեց իր խղճի ծանրությունից։ Նա ապրում է այդ ծանրությամբ մինչև այսօր։ Պատկերացրեք, որ Մանվել Գրիգորյանի անձնական սեյֆում գտնվում էր ցուցակ, գրված ձեռքով նրա կողմից։ Սա չէր գնումների ցուցակ, այլ վերացման ցուցակ։ 15 անուն գեներալների եւ մերձավորների, ովքեր պետք է վերացվեին մինչև տոները։ Այս թղթի կտորը բացատրում է ամեն ինչ։ Երբ գեներալները տեսան այդ ցուցակը, նրանք հասկացան. կամ նա, կամ մենք։ Արդյոք նրանց դավաճանությունը եղավ հերոսության արարք, թե պարզապես հուսահատ պայքար գոյատևելու համար։ Սերգեյ Խաչատրյանը, ով փախավ Ռուսաստան 2015 թվականին, պահպանել էր այդ ցուցակի լուսանկարը 10 տարի։ Նա երբեք չխոսեց դրա մասին, մինչև 2025 թվականը, երբ վերջապես համաձայնեց տալ հարցազրույց մեկ անկախ լրագրողի։ Այդ հարցազրույցում նա ցույց տվեց լուսանկարը, մի թուղթ, որի վրա Մանվելի ձեռագրով գրված էին 15 անուններ, յուրաքանչյուրի կողքին ամսաթիվ եւ մեթոդ։ Սերգեյ Խաչատրյանի անունը այնտեղ էր 10-րդին, տեղ էր 10-րդ համարում, մարդ, ավտովթար։ Երբ Սերգեյը տեսավ այդ ցուցակը Մանվելի սեղանին 2015 թվականի փետրվարին, նա հասկացավ, նրա կյանքը վտանգի մեջ է։ Նա անմիջապես լուսանկարեց այդ թուղթը, ուղարկեց 3 տարբեր մարդկանց ապահովագրության համար եւ փախավ երկրից հաջորդ օրը։ Նա ասում է. «Ես գիտեի, որ եթե մնամ, ես կմեռնեմ»։ Մանվելը չէր թողնի ապրել ոչ ոքի, ով գիտեր չափազանց շատ։ Բայց ամենաշոկայինը չէր ցուցակի գոյությունը։ Ամենաշոկայինն այն էր, որ ցուցակի մեջ եղած 15 մարդկանցից 6-ը իսկապես մահացան պատահական հանգամանքներից 2015-16 թվականներին։ Գեներալ Արամ Սարգսյանը մահացավ ավտովթարից 2015 թվականի ապրիլին։ Գնդապետ Վարդան Ղազարյանը մահացավ սրտի կաթվածից 2015 թվականի հունիսին։ Քաղաքական խորհրդական Արթուր Մանուկյանը մահացավ ինքնասպանությունից 2016 թվականի հունվարին։ Յուրաքանչյուր մահ ուսումնասիրվեց ոստիկանության կողմից եւ ճանաչվեց որպես պատահական կամ բնական։ Բայց երբ Սերգեյ Խաչատրյանը հրապարակեց ցուցակը եւ մարդիկ տեսան, որ այդ 6 անունները գրված էին այնտեղ իրենց մահվան ամսաթվերից մի քանի շաբաթ առաջ, հարցերը սկսեցին բարձրանալ։ Արդյոք դրանք իսկապես պատահական էին, թե Մանվել Գրիգորյանը ուներ ցանց կատարելու իր վերացման պլանները։ Սերգեյը հավատում է, որ պատասխանը այո։ Նա ասում է. Մանվելը ուներ մարդիկ ամենուր, ոստիկանության մեջ, բժշկական ծառայության մեջ, նույնիսկ դատախազության մեջ։ Եթե նա ուզում էր, որ մեկը անհետանա, այդ մարդը անհետանում էր, եւ ոչ ոք չէր հարցնում հարցեր։ Բայց ինչու Մանվելը ստեղծեց այդ ցուցակը։ Ինչից էր նա վախենում այդ 15 մարդկանցից։ Սերգեյը բացատրում է. այդ 15 մարդիկ գիտեին ամեն ինչ նրա մասին։ Նրանք գիտեին փողերի մասին, գիտեին կողոպուտների մասին, գիտեին թունելների մասին։ Եվ Մանվելը վախենում էր, որ եթե նրանցից մեկը խոսի, ապա ամբողջ համակարգը կփլուզվի։ Այսպիսով, ցուցակը չէր պարզապես պարանոյայի արդյունք։ Դա էր ռազմավարական պլան, վերացնելու բոլոր հնարավոր սպառնալիքները, մինչև նրանք դառնան իրական վտանգ։ Բայց Մանվելը չհաշվարկեց մեկ բան, որ ցուցակի գոյությունը ինքնին կդառնա ամենամեծ ապացույցը նրա դեմ։ Երբ Սերգեյը հրապարակեց այդ լուսանկարը, հասարակությունը շոկի մեջ էր։ Մարդիկ հասկացան, որ Մանվել Գրիգորյանը չէր պարզապես յորումպացված գեներալ։ Նա էր սերիական պլանավորող, պատրաստ սպանելու որող, պատրաստ սպանելու իր սեփական մարդկանց, պահպանելու իր գաղտնիքները։ Եվ այդ բացահայտումը փոխեց ամբողջ դատավարությունը։ Մանվելին մեղադրեցին ոչ թե միայն կոռուպցիա եւ զինվորական ռեսուրսների կողոպուտի մեջ, այլ նաեւ սպանության փորձի եւ սպանության կազմակերպման մեջ։ Բայց Մանվելը երբեք չընդունեց այդ մեղադրանքները։ Դատավարության ընթացքում նա ասաց.
Այդ ցուցակը չէր սպանության պլան։ Դա էր ցուցակ մարդկանց, ում ես չէի վստահում եւ ուզում էի հեռացնել իմ շրջապատից։ Հեռացնել, ոչ թե սպանել։ Բայց դատախազությունը ներկայացրեց ապացույցներ, 6 մարդկանց մահերը, որոնք համընկնում էին ցուցակի ամսաթվերի հետ։ Նրանք ներկայացրին վկաներ, մարդիկ, ովքեր լսել էին Մանվելի սպառնալիքները այդ անձանց հասցեին։ Նրանք ներկայացրին ֆինանսական փոխանցումներ, գումարներ, որոնք վճարվել էին անհայտ մարդկանց հենց այդ մահերից առաջ։ Եվ դատարանը ճանաչեց Մանվել Գրիգորյանին մեղավոր սպանության կազմակերպման մեջ 3 դեպքերում։ Նրան դատապարտեցին կյանքի ազատազրկման առանց պայմանական ազատման իրավունքի։ Բայց Մանվելը երբեք չմտավ բանտ։ Նրա սիրտը չտտանեց դատավճռի ծանրությունը։ Նա մահացավ սրտի կաթվածից 2 օր անց, դատարանի դահլիճում, մինչդեռ դատավորը կարդում էր վերջնական վճիռը։ Նրա վերջին խոսքերն էին. «Ես հերոս էի, եւ դուք դարձրիք ինձ հանցագործ»։ Ապա նա ընկավ եւ այլևս չարթնացավ։ Մանվել Գրիգորյանինի մահից հետո Հայաստանը փոխվեց։ Նրա գործը դարձավ խորհրդանիշ, ինչպես հերոսությունը կարող է վերածվել կոռուպցիայի, ինչպես իշխանությունը կարող է ապականել նույնիսկ ամենազուտ մարդկանց, ինչպես համակարգը կարող է թույլ տալ, որ մեկ մարդը դառնա անդառնալի։ 12 մարդիկ, ովքեր խոսեցին Մանվելի դեմ, դարձան հերոսներ որոշ մարդկանց համար եւ դավաճաններ մյուսների համար։ Գայանե Հովհաննիսյանը շարունակեց աշխատել որպես բժիշկ, բայց նա երբեք չխոսեց հրապարակայնորեն Մանվելի մասին դատավարությունից հետո։ Վահագն Մկրտչյանը տեղափոխվեց Ռուսաստան եւ փոխեց իր անունը։ Արման Պետրոսյանը մնաց Հայաստանում, բայց նա կորցրեց իր աշխատանքը եւ ապրում է դժվարությունների մեջ։ Սոնա Ավետիսյանը, հաշվապահը, ով տրամադրեց ֆինանսական փաստաթղթերը, ստացավ մահվան սպառնալիքներ եւ ստիպված եղավ լքել երկիրը։ Նրանք բոլորը վճարեցին գին իրենց ճշմարտասիրության համար, բայց նրանք նաև փրկեցին Հայաստանը ավելի խոր անկումից։ Նրանց վկայությունները հանգեցրին ավելի քան 50 այլ ձերբակալումների, պաշտոնյաներ, գեներալներ, գործարարներ, ովքեր մաս էին կազմում Մանվելի ցանցի։ Համակարգը սկսեց մաքրվել, թեև դանդաղ եւ ցավոտ։ Արմինե Գրիգորյանը, Մանվելի կինը, երբեք չդատապարտվեց։ Դատախազությունը չկարողացավ ապացուցել, որ նա ուղղակիորեն մասնակցել է հանցագործություններին։ Բոլոր փաստաթղթերը ստորագրված էին Մանվելի անունով։ Բոլոր հրամանները տրված էին նրա կողմից։ Արմինեն մնաց ազատ, բայց նա կորցրեց ամեն ինչ՝ առանձնատունը, փողերը, հարգանքը։ Նա ապրում է հիմա փոքրիկ բնակարանում Երևանում, միայնակ, մերժված հասարակության կողմից։ Նրա երեխաները տեղափոխվեցին արտասահման եւ փոխեցին իրենց ազգանունները։ Նրանք չեն ուզում կապ ունենալ Գրիգորյան ազգանվան հետ, որը դարձել է ամոթի խորհրդանիշ։ Արմինեն երբեք չխոսեց հրապարակայնորեն Մանվելի մասին։ Նա մերժում է հարցազրույցները, մերժում է մեկնաբանությունները։ Նա ապրում է լռության մեջ, կրելով ծանրությունը այն գաղտնիքների, որոնք նա երբեք չի բաժանի։ Բայց մի անգամ, երբ լրագրողը հարցրեց նրան. «Արդյոք դուք զղջում եք», նա պատասխանեց. «Ես զղջում եմ ոչ թե այն, ինչ արեցինք, այլ այն, ինչ չարեցինք։ Մենք կարող էինք կանգնեցնել այս ամենը շատ ավելի վաղ, բայց մենք ընտրեցինք լռել։ Եվ այդ լռությունը սպանեց ավելի շատ մարդկանց, քան ցանկացած գնդակ»։ Էջմիածնի առանձնատունը փակվեց եւ կնքվեց 2017 թվականին։ Կենդանիները տեղափոխվեցին կենդանաբանական այգի, որտեղ նրանք ապրում են մինչև այսօր։ Թունելները լցվեցին բետոնով, որպիսի ոչ ոք երբեք չկարողանա օգտագործել դրանք։ Պահեստները դատարկվեցին եւ կողոպտված ապրանքները վերադարձվեցին պետությանը։ Բայց առանձնատունը ինքնին մնաց որպես թանգարան կոռուպցիայի, իշխանության չարաշահման եւ մի համակարգի, որը թույլ տվեց, որ մեկ մարդը դառնա անդառնալի։ Այսօր այցելուները կարող են շրջել այդ սենյակներում, տեսնել այն շքեղությունը, որը կառուցված էր զինվորների արյան վրա, տեսնել այն վանդակները, որտեղ արջերը ուտում էին զինվորական պահածոն։ Եվ նրանք կարող են հարցնել իրենց. ինչպես այս ամենը տեղի ունեցավ։ Ինչպես մի ամբողջ ազգ թույլ տվեց, որ մեկ մարդը գողանա իրենց երեխաների հացը եւ տա այն գազաններին։ Պատասխանը պարզ է, բայց ցավոտ, որովհետև մենք լռեցինք, որովհետև մենք վախեցանք, որովհետև մենք մտածեցինք, որ մեկ մարդու ձայնը չի կարող փոխել ոչինչ։ Բայց 12 մարդիկ ապացուցեցին, որ երբ մարդիկ միավորվում են ճշմարտության համար, նրանք կարող են տապալել նույնիսկ ամենահզոր համակարգը։ Բայց արդյոք Մանվել Գրիգորյանի պատմությունը իսկապես ավարտվեց։ Արդյոք նրա մահը փակեց այս գլուխը, թե դեռ կան գաղտնիքներ, որոնք թաքնված են։ Սերգեյ Խաչատրյանը, ով դեռ ապրում է Ռուսաստանում, հավատում է, որ պատասխանը ոչ։ Նա ասում է. Մանվելը միայն մեկ մարդն էր մի ավելի մեծ համակարգում։ Նա ընկավ, բայց համակարգը դեռ գոյություն ունի։ Դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են գողանալ,
շարունակում են կողոպտել, շարունակում են օգտագործել իրենց իշխանությունը անպատիժ։ Մանվելի պատմությունը պետք է լինի զգուշացում, ոչ թե վերջ։ Եվ նա ճիշտ է։ Մանվել Գրիգորյանի անկումը ցույց տվեց, որ ոչ ոք անդառնալի չէ, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը, որ արդարությունը, թեև դանդաղ, վերջապես հասնում է։ Բայց այն նաև ցույց տվեց, որ համակարգը կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ մարդիկ համարձակվում են խոսել, երբ նրանք մերժում են լռել, երբ նրանք ընտրում են ճշմարտությունը, անգամ եթե դա նշանակում է դավաճանել նրանց, ում նրանք երբեմն ծառայել են։ Մանվել Գրիգորյանի պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Այն շարունակվում է ամեն անգամ, երբ մեկը տեսնում է անարդարություն եւ ընտրում է խոսել։ Այն շարունակվում է ամեն անգամ, երբ համակարգը փորձում է թաքցնել ճշմարտությունը, բայց մարդիկ մերժում են լռել։ Այն շարունակվում է ամեն անգամ, երբ հերոսը դառնում է հանցագործ եւ հասարակությունը պետք է ընտրի պաշտպանել անցյալի պատկերը, թե ընդունել ներկայի ճշմարտությունը։ Եվ այն շարունակվում է ամեն անգամ, երբ մենք հարցնում ենք իրենք մնում ենք իրենք մեզ։ Արդյոք մենք կլռենք, երբ տեսնենք անարդարություն, թե կխոսենք, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ։ 12 մարդիկ ընտրեցին խոսել, եւ նրանց ընտրությունը փրկեց Հայաստանը ավելի խորը անկումից։ Բայց դեռ կան հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ովքեր գիտեն գաղտնիքներ, ովքեր տեսել են հանցագործություններ, ովքեր լռում են, վախենալով հետևանքներից։ Մանվել Գրիգորյանի պատմությունը պետք է լինի նրանց համար ոչ թե սարսափ, այլ ոգեշնչում, ցույց տալու, որ ճշմարտությունը միշտ հաղթում է, նույնիսկ եթե դա տևում է տասնամյակներ։ Արդյոք Մանվել Գրիգորյանը եղավ հերոս, ով կորցրեց ճանապարհը, թե հանցագործ, ով թաքնվեց հերոսության դիմակի հետևում։ Արդյոք նրա հիվանդությունը բացատրում է նրա դաժանությունը, թե դա պարզապես արդարացում է։ Արդյոք 12 մարդիկ, ովքեր դավաճանեցին նրան, եղան հերոսներ, թե համակիրներ, ովքեր փրկեցին իրենց սեփական կաշին։ Այս հարցերը չունեն պարզ պատասխաններ, բայց մեկ բան հստակ է. Մանվել Գրիգորյանի պատմությունը փոխեց Հայաստանը անդառնալիորեն։ Այն ցույց տվեց, որ ոչ ոք վերջ չէ օրենքից, որ հերոսությունը չի տալիս իրավունք հանցագործության, որ լռությունը նույնքան վտանգավոր է, որքան հանցագործությունը ինքնին։ Եվ այն ցույց տվեց, որ երբ մարդիկ միավորվում են ճշմարտության համար, նրանք կարող են տապալել նույնիսկ ամենահզոր կայսրությունը, նույնիսկ եթե այդ կայսրությունը կառուցված է արջերի, վագրերի եւ զինվորների արյան վրա։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։